Ապրիլ 25 ինչու բանակցությունները Պակիստանում նորից չսկսեցին, չվերսկսեցին, ինչպես պլանավորված էր։ Ինչ է կատարվում, ինչու համար արտգործնախարարը առաջին վերադարձավ եւ Թրամփը այդ լուրը լսելուց հետո, կարծես թե չէր լսել, հայտարարեց, որ ինքը իր բանակցողներին հետ է կանչում, չի ուզում որ գնան բանակցության։ Խոսքը գնում էր Վիտկոֆի եւ Կուշների մասին։ Մի քանի խոսք դրա մասին, հետո ավելի տարբեր հարցերից։ Ինչ կատարվեց։ Ուրեմն արտգործնախարարը Իրանի գնում էր առաջին, հասավ Պակիստան, որտեղ հայտարարեց, որ ինքը չի հանդիպելու ամերիկացիների հետ, եւ պակիստանցիների հետ ինչ որ բաներ խոսալուց հետո, հանդիպում ունենալուց հետո, ինքը ստեցոթանավ վերադարձավ Իրան։ Իր հիմնական առարկությունը նա էր, որ մենք չենք խոսալու այս երկուսի հետ, այսինքն Վիտկոֆի եւ Կուշների հետ։ Անցյալ անգամ ինչու էին հանդիպել, որովհետեւ Vice President Vance-ն էր գնացել։ Vance-ը կար, իրենք փաստորեն Vance-ի հետ էին խոսում։ Այս երկուսին նրանք չեն համարում, որ բանակցող կողմ պետք է լինեն, ոչ նա, ոչ մյուսը պետական աշխատող չեն։ Մեկը փեսայի կարգավիճակ ունի, մեկն էլ ինչ-որ գործընկեր կարգավիճակով է գալիս այնտեղ բանակցությունների, չմոռանանք ասելով, որ արդեն, ինչպես նախորդ հաղորդումներից մեկում ասեցի, Թրամփն էլ ասել էր, որ Պարսկաստանում այնպիսի վիճակ է, որ իրանք էլ չեն իմանում ով է իրենց ներկայացնում, ես մինչև չորոշեն չեմ խոսա իրանց հետ։ Հիմա այդ ասելուց Թրամփը ասել էր նաև, որ քանի որ այնտեղ քաոս է մի քիչ գնում, սպասենք, երկարացնենք այդ զինադադարը, հա, հիշում եք զինադադարը ընդամենը 10 օրով էր, մինչև որ պարսիկները որոշեն ինձ ով է ղեկավարում, կամ ում որոշումներն են ընդունելու։ Հիմա դրա մասին կանրադառնամ մի վարքյան։ Եվ մի խոսքով այս երկու կողմերը ստերեոտին Ամերիկայի կողմից բավական բարձր պաշտոնյաներ ներկա, իսկ Վենսի գնալը չեղյալ համարվեց, երբ որ Պարսկաստանը առաջի բանակցությունների ժամանակ ստացված լրիվ պայմանագիր չկար, բայց որոշ հասկացությունների եկել էին եւ որոշ բաներ արդեն որոշել էին, երբ որ պարսկական կողմը վերադարձավ, IRCG-ն այդ լրիվ մերժեց նրանք։ Եվ երբ որ դա պատահեց, արդեն չես կարող ամեն անգամ Vice President-ի Vance-ին ուղարկես, իրենք գնա խոսա, այնտեղ ժամերով, հետո ինչ որ գեներալներ ասեն, որ այդ բոլորը հիմարություն է եւ շատ կոպիտ ձևով անդրադարձան նաև բանակցող մնացած անդամներին, հատկապես delegation-ի մեծին, որը Իրանի պարլամենտի խոսնակն էր եւ մեծ պրեստիժ եւ այլն ունի, մի կուսակցություններից մեկի ղեկավարն է։ Հիմա պաստորեն ինչ որ խոսում են, հա, վերջնական ասեցի, որ իրանք վերջնական պարսկական կողմը չեր ուզում ասել, մինչև որ վերադառնան եւ տեսնեն իրենց ռախբարը վիրավորված ինչ է ասելու դրա մասին, բայց հենց վերադարձան, հայտարարվեց, որ իբրև թե ծոցը բաց է, արդեն նավերի համար IRCG-ն վերջնական ասեց, եթե մեր իսլամական հանրապետության մեծը մի բան աջակցում է կամ համաձայն է այս պայմանավորվածության հետ, թող ինքը դուրս գա ասի դրա մասին։ Եթե չի ասում, մենք ենք որոշում։ Այսինքն IRCG-ն է որոշելու։ Այդ մնացած ինչ եք ասել եկել եք այդ ապուշովը որ խոսած թե բաց է, ոչ մալ բաց չի, մենք ենք կոնտրոլանում, ինքը չի կոնտրոլանում բանը, ծոցը։ Ուրեմն նեղուցը պետք է ասել, ոչ թե ծոցը, Straits of Hormuz։ Ծոցն էլ հետ է ասենք, հա։ Բայց փաստորեն Թրամփը ճիշտ էր, որ այդտեղ չեն կարող որոշեն ով է։ Իսկ իրանց այդ այդոլան ոնց է դուրս գա խոսա, երբ որ այդ մարդը վիրավորված է այնքան վատ վիճակում է, որ այրվածքներ ունի, կարծում են, որ հիմա ասում են, որ
հավանաբար մի ոդկ արդեն 3 անգամ գործողություն ա եղել, բայց երևի ինքը պետք է ուրեմն պրոթեզով ասենք, հա, քայլի սրանից հետո, ինչպես իր հայրը մի ձեռքը չուներ, չէ, թե հիշում եք, ուրեմն ռումբեին պայթացրել ինքը կորցրել էր նախկին այաթոլլան։ Հիմա սա էլ ոդկը նա կորցնելու ոնց որ թե, բայց ասում են նաև այրվածքները, երեսի եւ շրթունքները այնպես վատ է, որ ինքը կարող է չկարողանա կարգին խոսալ։ Եվ իրականում իր հետ ոչ ոք չի խոսում, իր մոտ ոչ ոք չի գալի գնում, ոչ սկսիրեց IRCG-ից, ոչ միտեղից, իրան գրավոր ձեռքով գրված ուրեմն բան են ուղարկում, հա, ասենք եւ դրա պատասխանը ստանում են, ոչ մի էլեկտրոնային ձևով կապ չկա, իրան ոչ ոք չի կարող տեսնի, իր տեղը ոչ ոք չի կարող իմանա եւ այլ։ Բայց սա շատ վատ նշան է այն իմաստով, որ այդ քսիրը ինքան արդեն իր ձեռքն ա վերցրել, ստիպեց, որ ուրեմն արտաքին գործերի նախարարը ասում են եւ այդ delegation-ի մեծը խոսնակը պարլամենտի եւ եւս մեկը, որոնք դրանք բոլորը հրաժարվեն բանակցող խմբի անդամ լինելուց։ Այս դա հիմա ճիշտ է թե չէ դեռևս այդքան պարզ չի, բայց այդ բանը կա, որ եթե իրանք այդքան ուժ ունեն, որ կարող են ասեն ուրեմն ազգային ժողովի, չգիտեմ, իրանց բանը պարլամենտի մեծը խոսնակը ապուշա, ընդհանրապես իրանք չեն որոշում, բացա թե չէ, մենք ենք որոշում, այսենց արտահայտություններով խոսացող մարդիկ, ուրեմն շատ վստահ են, որ իրենք են երկրի ղեկավարները հիմա եւ խոսքով ում հետ խոսած։ Իրենք ուրիշ բաներ են ասում, որ իբրև թե իրենք այդպես ձեռով գրած գրություններով են հաղորդակցվում այդ իրանց այաթոլլայի հետ, բայց դա լրիվ բան է, կասկածելի թեզ է եւ եթե նույնիսկ այդպես է, ուրեմն շատ վատ է։ Քանի որ մենակ ուրեմն իրանք են դրան այդպես բանակցում, բայց մյուս կողմը չի խոսում, նրանք չէին ստացել ուղղություն, թե ինչ հարցերի շուրջ կարելի է բանակցել, ինչ տեղի բաներ կարելի է, ինչ որ ասենք, համաձայնվել ինչ հարցերի վերաբերել եւ այլ։ Խոսքով այդ իմաստով լավ չի իրանց վիճակը։ Եվ Թրամփի, ասենքն ասենք frustration-ը, ջղայնությունը այս բոլորի հետ կապված նաև նրանից է, որ ոչ եվրոպացիներ են մասնակցում, ոչ մեկը եւ կարծես թե Իսրայելն էլ սուսպուս ընդեղ նստել է եւ ընդեղ այդ ձայնը գալիս է, որ դե ամերիկացի կեներ այս հարցի, ոնց ասում են, գլխավորները իրանց պատերազմն է, իրանք էլ որոշում են երբ ինչ են անում, ասենց ինչ որ դիրք են սկսել գրավել, որտեղ իրանք զբաղված են ուրիշ հարցերով նաև, բայց Թրամփեն իհարկե դուր չէր գալի, որ իրան արդեն շատ էին քշում այս գործի վրա։ Թրամփի ամբողջ ստրատեգիան հիմա կարելի է այս ձևով ամփոփել, որ ինքը որոշել է տնտեսական միջոցներով Իրանին ճնշի, ուրիշ խոսքով դուք մեզ բոլորիս ճնշում եք նավթի գները բարձրացնելով, փակելով նավթի հոսքը, ինչպես նաև պարարտանյութերի, ինչպես նաև հիլիումի, ինչպես նաև ուրիշ նյութերի, եւ դուք եք այնտեղ բան վերցնում, ծովահենների նման պետք է մեզ վճարենք, որպեսզի կարողանան մարդիկ նավերը մենք էլ փակենք ձեզ համար եւ դուք էլ չեք կարողանա ծախեք։ Ինչու դուք պիտի կարողանաք նավթը ծախեք Չինաստանին, փող աշխատեք եւ կերակրեք ձեր մարդասպաններին, քսիրին եւ ասենք այդ արաբներին բերել եք եւ այլ, որ փողոցներում մարդ ջարդեն, իսկ մենք պետք է չանենք։ Տենցա դուք պիտի որոշեք, որ նավը կարող է գնա, պիտի նավը գա ձեզ վճարի, թույլտվություն ստանա եւ այլ, մենք էլ մեր ձևի կանենք, դուք էլ չեք կարողանա նավթ ծախեք։ Դուք էլ մեզ վճարեք, որ թույլ տանք ձեզ, այսինքն մեր պայմաններին համաձայնվեք։ Այդ էլ վճարելու ձևը, չէ՞, դուք կարող եք ամեն, ասենք, գալոնից այսքան $1 վերցնեք կամ ինչքան վերցնեք, ամեն բարելից ներողություն։
մենք էլ մեր գինը ունենք, սենց ասած, այդ մեր թույլտվության համար այդ գին կա։ Եվ ապացուցելու համար այդ նավը արդեն քանի հատ 5 հատ նավ են բռնել, 34 հատ նավ են հետ ուղարկել, այսինքն թույլ չեն տվել, որ դուրս գան եղուցից, մեծ մասը լսել անշուռ եկել հետա գնացել, բայց այնը որ զգուշացումները ամերիկյան ծովային ուժերի չի անտեսել է, նրան կանգնեցրել են եւ վերցրել են առաջինը որ վերցին այդ տոսկայր ինչ էր անում այդ նավի բան արեցին ուրեմն նախորոք հետաքրիր էր այդ դետալները նավի անձնակազմին դե ասում էին մի շարունակի կանգնի հետ դարձի եւ այլ չլսեց հաջորդ եղավ որ ամբողջ ինժեներական կազմը, հա, մեխանիկները նավի եւ այլն, որ աշխատում են մոտորն այդ պեղում, սենյակում, հա, engine room են ասում անգլերեն, դուրս եկեք այնտեղից, որտեղ խփելու ենք։ Տվեցին իրենց 20 րոպե ժամանակ այդ մարդկանց, որ այնտեղից դուրս գան բոլորով, հետո այդ ռազմանավը իր 5 ինչանոց թնդանոթով 9 հատ արկ կրակեց ճիշտ նավի շարժիչի սենյակի վրա, մոտորի տացիկի վրա։ Բայց ոչ պայթող արկեր, որ կարող էր կրակել։ Այնտեղ տարբեր տեսակի ուրեմն ammunition ունի ինքը։ Այլ ինչպես ասենք ատրճանակից կրակած փամփուշտը, նա չի պայթում, ուղղակի ծակում է, մտնում է մեջ ու ինչ որ մի բան խփում է, նրան չացնում, ասենք, օրգանը սպանում է, չէ՞, թե մարդու կամ կենթանու վրա է կրակում, փամփուշտը մեջը չի պայթում, ինչ որ օրգանը բանանում եւ այդ բանը մեխանիզմը չացնում է։ Նույն ձևի այդ նավին արեցին, որպեսզի ուրիշներին չվնասեն եւ որպեսզի նավթը հանգարց հոսի էկոլոգիական ուրեմն փորձանք սարքի այդտեղ իրանք կարծես հաշված էր ամեն մի արկը այնտեղ ինքը երբ որ պարզ եղավ որ արդեն գործը կատարվեց շարունակեցին այդ կրակոցը այդ նավը կանգ առավ հետո այնտեղ արդեն ուղղաթիռներից ծովային հետևակը իջավ նավը գրավեց այսինքն նրա համար որ ինչպես ասեցին կգրավենք հիմա արդեն նավը ձերը չի նավթը ձերը չի դուք էլ բան եք ինչ են ասում բերգերին եք պարզ ասենք հա ասենց հիմա ինչ բանով կպահեն ինչ կանեն արդեն տարբեր հարց լավ բայց սա Թրամփի էսրոպեին փիլիսոփայությունն է որ մենք այնպես կանենք որ ձեր քսերը ձեր IRCG-ին լավ չուտի խմի որպեսզի ձեզ հավատարիմ մնա հիմա ոնց է օրինակ առաջ KGB-ն կամ բանը չէ բանակը որ ուզում էին ստիպեին որ ուրիշները կռվեն կամ ստիպեին որ ինչ որ բան լինի մարդկանց սերպակալեն դրանք բոլորը հատուկ սպեցպայոկ էին ասում դրանց կերակրում էին շատ լավ նույնիսկ սովի ժամանակ պատերազմի ժամանակ լավ հագցնում էին լավ տներ էին տալիս որպեսզի նրանք հավատարիմ աշխատեն ռեժիմի համար դե հիմա նույն բան անում էր ամենտեղ Կորեայում էր այդպես ամենտեղ էլ տենց է նույնը Իրանում էր այդպես դե գաղափարը ինչ է որ այնքան վատ լինի որ մենակ ժողովուրդը չտուժի այնտեղ ինֆլյացիայից որ ամեն ինչի գները բարձրանում են ամեն օր հացի փող չկա, էսի չկա։ Ձեր մարդիկ էլ չպետք է սնվեն ավելի լավ եւ գնան փողոցներում բանանեն։ Դուք փող չունենաք, բան բերեք, արաբ վարձկաններին բերեք եւ այլ եւ այլ։ Այսինքն հիմա այդ անում էսրոպեին։ Եվ հասկանալով որ իրան բոլորովին ես ասում եմ որ Թրամփը շատ ինչ-որ մեծ բաներ չունի մարդասիրական ասենք թե կամ ստրատեգիական ինչ-որ ուղղություններ, բայց իր համար հիմա շատ քրիտիկական ժամանակ է, քանի որ ընտրություններ են էլի գալիս եւ իրան պետք է որ շատ վնաս չտա իր ռեյտինգներին։ Ռեյտինգները հիմնականում շատ են տուժվում երկու բանից՝ բենզինի գինը բարձրացել է, այդ արդեն ճար չունի
Երկրորդը դա որ ինֆլեյշնը կա, էլի շատ ինչ-որ կոնտրոլ չի կարողանում ձեռք բերի դրա վրա, քանի որ նույնիսկ իրան թույլ չտվեցին, որ կենտրոնական բանկի դիրեկտորին Powell-ին հանի գործից եւ կոնգրեսը ասաց, եթե տենց բան սենատը դեպի հաջորդին հաստատի, չէ, ասաց, եթե տենց բան անես, հաջորդին չենք հաստատի։ Դու քո մարդը չես ունենալու այնտեղ։ Գաղափարներ, որ սա մի քիչ ժամանակից շուտ գործից անեն, որտեղ իր ժամանակը վերջանում է 10 տարին, եւ իմ մարդը կգա մի քիչ ավելի լիբերալիզացիա կանի, այսինքն տոկոսների քիչացնի, ավելի հեշտ կլինի մարդկանց համար եւ այլն։ Բայց ասեմ որ չէ, այտենց բան չեսանի եւ հենց ռեպուբլիկանները ասին, այտենց հայտարարություն չենք թողել տալու, կենտրոնական բանկի անկախությունը պետք է պահպանեն ամեն գնով։ Մի խոսքով Թրամփը էլ չկարողացավ անի, դե ինչ մնաց, դե ասում եմ միշտ կարող եմ այս գործածեմ այս իմ բանը, ինչպես դուք եք գործածում ձեր ռազմական հնարավորությունները մեզ տնտեսական ցավ պատճառելու համար, ունեմ մեզ ասելով եւ Ամերիկային եւ ամբողջ աշխարհին, ես էլ եմ հիմա նույն բանը անելու, չեմ գալու ցամաքային պատերազմ սկսելու, ինչ որ կարող էի խփեի օդից խփեցի, բայց դավերդել դուրս չեն գալու, դա ամենաէժան հեշտ ձևն է։ Եվ բայց եթե դու հանգարց մի բան անես խփես մեզ, մենք կսկսենք մեր ռմբակոծումները, այսինքն սա այս րոպեի տրամաբանությունն է, կարող է վաղ զարթնի եւ լրիվ ուրիշ բան անի, այդ հասկանալի է բոլորի համար, բայց այս բանը էս է։ Մոլդովայում հետաքրքիր բաներ եղան այս անցնող օրերի շաբաթների ընթացքում, դե գիտեք, Մոլդովայի արևելյան մասը Դնիստրա կոչված շրջանը, որտեղ սովետը քանդվելու ժամանակ 92 թվականին ինչ այնտեղ սկսեցին ռուսները բան, ճիշտ Ուկրաինայի ֆորմուլայով սկսեցին իբրև անկախության մասին խոսալ, հետո ռուսներին կանչեցին իրաց օգնելու, այնտեղ հիմա նստած էր այդ Լեբեդևի բանակը, հիմա էլի ռուսական զինվորներ կան նստած եւ չեն դուրս գալիս իբրև թե պաշտպանելով այնտեղի իրենց ասելով 200,000 ռուսների, որ այդքան չկա, արդեն չի հրացել այդքան, բայց ամենանդեպս դա չի իրական բանը, խնդիրը, այլ որ այնտեղից դուրս չեն գալիս, մենք միշտ կրվախնձորն այդ իրանց Ղարաբաղում, այսպես ասած, այդտեղ նստած են։ Մի տարբերությամբ, որ այնտեղ մոլդավացիներ չեն ապրում, իրանք են եկել գրավել, նստել են ռուսներ են այնտեղ։ Իրանք պարզապես ռուսներին են պաշտպանում իբրև թե, բայց գաղափարն է որ Մոլդովային են կոնտրոլանում։ Հիմա խնդրեմ ինչ էր Մոլդովային, ինչու չէին քշում դրանց այնտեղից, այդքան մի բան չէր, շատ նեղ, երկար տերիտորիա։ Մոլդովան բանակ չունի որպես այդպեսի, ասենք այսպես կոչված իրանց բանակը, ինչ որ երկու հատ բատալյոն է, երկու հատ բրիգադա, այտենց մի բիջակ է, բայց տանկեր չունեն ընդհանրապես, չունեն այդպես լուրջ հրետանի, լուրջ հրթիռային որևէ բան, չունեն որևէ օդային ուժեր, չունեն ծովային ուժեր, որ ծով չունեն, որ ծովային ուժ ունեն, բայց ամենայնպես։ Այսինքն շատ փոքր մի բան է, դե ոնց որ մի անգամ ասեցի, ես իրանք քիչ վախենում են, որ Ռումինիայի օգնության կանչեն, նույն ժողովուրդն են այսպես ասած, եւ ռուսներին չեն ուզում հանկարծ այնքան չղանացնեն, որ նրանք ավելի մեծ քայլեր անեն։ Հիմա բայց ինչա փոխվել։ Եվ մի երկու բան, նախ եւ առաջ ռուսները զբաղված են, շատ էլ թուլացել են, վերջապես հիմա այլևս Ուկրաինայի նաեւ պատճառով եւ նաեւ նրա համար որ Սև ծովում ռուսական նավատորմը շատ արդեն թուլացել է, չի կարողանում շարժվի, հետեւաբար ինչ-որ դեսանտերանի դուրս կա Ուկրաինայի հարավից, Օդեսայի մոտից կամ չգիտեմ ինչ-որ ձևով մտնի, որտեղ Մոլդովան ծովի վրա սահման չունի, կամ ինչ-որ մի բան անի, այլևս այդ հնարավորությունը չկա, ուրեմն մի քիչ քաջացել են։ Քաջությունը, որ ինչ ձևով արտահայտվում, էլի եմ ասում իրանք բանը իրենց պրեզիդենտը ասաց որ ինքը եթե իրեն մնար հարցը ինքը կմիանար Ռումինիային բայց դա պետքա որ հանրակրվեով լինի այդ հարցը բայց դա ոնց որ հետո իր դրել բայց հետաքրիր ինչ է որ միացած շատ հետաքրիր քայլ արեցին հիմա նայեք այդ ռուսական զորքերը որ այնտեղ կան
Դենիսրյան փաստորեն իրանք գտնվում են մի կողմից Ուկրաինան, որ չեն կարող այնտեղ մտնել բնականաբար, մյուս կողմից հենց Մոլդովան է, էլի։ Միջև հիմա իրանք դեռ ազատություն ունեն շարժվելու։ Իրանք չէին այտենց մոտովածի սահմանափակում։ Հիմա ասել են, որ ղեկավարությունը դրանց, գեներալները, բաները եւ այլն, ուրեմն persona non grata են, այսինքն անցանկալի մարդիկ են եւ Մոլդովայում չեն կարող լինել։ Չեն կարող գալ Մոլդովայի, այսինքն նախկին Կիշինյովի, ասենք, օդանավակայանից թռնեն Ռուսաստան գնան կամ այնտեղով ճամփորդեն։ Ինչպես դու ճամփորդես դու։ Ուկրաինայով չես կարող։ Եթե գան եւ որպես persona non grata մտնեն Մոլդովայով ուզենան գնան, իրենց պիտի ձերբակալեն։ Եթե իրանք ուրեմն պիտի այնպես չի որ իրանք կարող են դերից ուղակի թռնեն կամ իսկապես շատ նեղ տեղ է, նեղ ասելով, չեմ ասում ինչ մետրերի մասին, բայց համենայնիվ օդանավակայաններ բան չկա, ծով չկա, access չկա։ Սրանք ուրեմն մնացին այնտեղ, ինչ որ շատ այտենց խոսքը գնում է այդ իրանց այսպես կոչված operational group-ն ասում, իրանք OGRF-ը ինչ-ա ինչ-որ բան է, Դմիտրի Զերենկովն է իրանց ղեկավարը, բանը, հրամանատարը, ուրեմն հրամանատարին իր տեղակալներին գենշտաբը իրանց chief of staff-ը եւ իրանց ֆինանսների ոնց որ մինիստր ասես այդ Ալեքսեյ Բագամոլով կամի հատ դրանց այդ քանի 6 հոգին ինչ են դրանց բոլորին persona non grata են տվել որ ստեղ չեք կարող ունեք եւ մնացել են բանտարկված այդ հողի վրա ոնց որ ասում են տեսնենք ինչ կլինի դες իրանք ոչ մի բան չեն արել քան չեն արել բայց որպես ռուս բանակի հրամանատարների իրանք ինչ ստատուս ունեն Մոլդովայում ոչ դիպլոմատիկական ստատուս ունեն, ոչ մի բան չունեն, ինչի են ընդեղ նստած, ինչի պիտի գան ընդեղ, ինչու դու միշտ կարող ես որևէ օտար քաղաքացու, ասենք թե մանավանդ պատերազմող կողմի ասես, որ քո ռազմական ղեկավարությունը չենք ուզում որ գա մեր երկիրը։ Եվ դա ոնց որ չես հիմա ես ինձ համար շատ երակիր է, տեսնենք թե Լավրովը կամ Զախարովն ինչ են դուրս գալու ասեն, ասին ինչ դիպլոմատիկական որակավորում պիտի տան այս քայլին եւ չեմ ասում ինչպես պիտի դրա հետ արձագանքեն դրան եւ այս արկելքը դրանց վրա դրված է 15 տարով այսինքն այս չի որ 6 ամիս համբերեք ամեն ինչ կվերջանա հետաքրքիր բան լուծում եք դա 15 տարի հետո դրանցից ոչ մեկը դարձել ծառայության մեջ չի լինի այդ գեներալները վաղուց դաշակի գնացած կլինեն երևի կամ բան կլինի այդ հարցը վերջացած կլինի ուրեմն ինչպես պիտի բերես տանես այս մարդկանց հա տենց ուղղաթիռներով որտեղից ոնց այսինքն շատ հետաքրքիր խնդիր է լուծում են գտել իրենք թվում է թե ոչ մի ագրեսիվ քայլ չեն արել բայց իրականում մեծ խնդիր են ստեղծել այնտեղ Ռուսաստանի համար Բելարուսիայում էլ ինչ-որ բաներ են կատարվում, դե իհարկե ընդդիմություն կա միշտ էլ եղել է արդեն բանին այդ միշտ չասենք այդ ընտրություններից վերջին, որ լրիվ գողացավ փաստորեն զենքի ուժով Լուկաշենկոն, այդ կա ու կա, Ուկրաինայի հետ գնում հանդիպում են եւ այլն, բայց Ամերիկայի հետ էլ ինչ-որ բանա խոսակցություններ գնում Լուկաշենկոյի միջև եւ Միացյալ Նահանգների, քանի որ հիշում եք Միացյալ Նահանգները սանկցիաների մի մասը Բելարուսի վրայից հանեց եւ բավական ցածր մակարդակի վրա, բայց խոսակցություններ են գնում իրար միջև, ասենց ասած, շատ անգամ բաների Հիմա Լուկաշենկոն իհարկե դրա մասին չի խոսում, չի շատ ռեկլամում, ոչ էլ ամերիկացիքին դրանք ռեկլամում, ճիշտ ասած, քանի որ շատ բացասական ձևի են նայում, հենց որ տենց մի դուրս է գալիս, ասենք, մի հատ հոդված կամ որևէ բան, իսկույն կոնգրեսում հակառակ կողմը
նույնիսկ իրենց կողմ ռեպուբլիկաններից շատերը ասում են, ինչ սանում ով է այդ մարդը, դա լեգիտիմ ղեկավար չի, ինքը ընտրությունները գողացավ, ինքը ռուսական ագենտ է, ինքը ռուսների համար է ծառայում, ինքը խոսքով ինքը Պուտինի գուբերնատորների մակարդակի մեկն է, դա ընդամենը եւ այլ, այս բանը կա։ Բայց այն հանգամանքը, որ Լուկաշենկոն կարա չէ, բոլոր կապերը կտրի մի օրվա մեջ։ Ինչ է, իր համար ինչ կա։ Օրինակ, ասի, որ ոչ մի ամերիկացի դիպլոմատ չես, կի, ասենք, գիտնականի հետ մի հանդիպեք, կամ ժուրնալիստի հետ մի հանդիպեք, կարող ասի, կամ բոլորի վիզաները փակի, ասի, որ չեք կարող գալ, չեք կարող, բայց չի անում։ Այդ նշանակում ինքը այս ոնց որ ասում են պահեստային զապասնոյից մեծ վարիանտը պահում է մի հատ, հասկանալով, որ Պուտինը մշտական չի եւ արդեն մոտենում է այդ վերջը եւ որպես անձի եւ որպես ռեժիմի եւ բոլորը արդեն տեսնում են թե ինչքան արդեն բաց են խոսում եւ պատերազմի մասին Ռուսաստանում հենց եւ քննադատական ձևով եւ արդեն ոչ թե քննադատական որ դե ինչ որ ասում էր օրինակ համար Պրիգոժինը որ Գերասիմով ջեմային բայզապասը չէ ասում է ասենց բան ձևով այն պարզապես ասում են որ սա սխալ պատերազմ է մենք կորցնում ենք կորցրել ենք կորցնում ենք պետքա վերջացնել ինչքան կարելի է արագ դեռևս Պուտինի անունը չտալով բացեբար չեն ասում այտենց բայց ասում եմ որ պետքա քայլերը արվի մի բան որ եթե ասեին 2 տարի առաջ հաստատ կգնային ուղիղ բանտ դե հիմա դե դրանք ասում են նշանակում է ինչ որ մեկ իրանց ասել է ոչ ոք այնտեղ բան չի չէ ինքնասպան լինելու շատ ցանկություն չունի եթե վերես կանում Սալավիովի շոուի ժամանակ տենց բան ես ասում ասենք են Խադարյոնը գնդա պետքա ուկրաինացի ցակումով եւ կամ չգիտեմ ուրիշները եթե տենց բան են ասում նշանակում իրենց ասել են որ ասեք արդեն պետք է ասվի եւ ձեզ ոչ մի բան չի լինի եւ դա է ամբողջ թեզը ոնց սկսվեց որ նա տիպիկ բանն է ցարը լավն է բայց բոյարները վատն են այսինքն Պուտինին չեն ճիշտ բանանում զեկուցում թե ինչքան վատ է վիճակը դե մարդը որտեղից իմանա որ չես զեկուցում սուտ բաներից պատմում դա իհարկե ուղակի հարված է Գերասիմովի նկատմամբ եւ պաշտպանության նախարարի նկատմամբ, որովհետեւ դե օպտիուտ զեկուցին։ Զինվորականները, դե զինվորականները քեզ ուրեմն չեն ասում թե ինչքան վատ է Ուկրաինայում Ռուսաստանի վիճակը, դե ուրեմն դե խեղճ Պուտինն էլ չի իմանում։ Դրա համար է դուրս գալիս ու պատշապատ ասում всё по плану, այսինքն ամեն ինչ լավ է, դեռ այդքան վատ չի, մենք անդադ առաջ ենք գնում, հա եւ այլ։ Այս վերջի այդ բանից հետո ինքը մի հատ էլ բան ունեն, ինֆլուենսեր ունեն, մի հատ կին, որ դուրս էր եկել, ինչ ասեց, այնտեղ որ Telegram-ը փակում եք, ինտերնետը կտրում եք, YouTube-ը փակել են, չգիտեմ ինչ են արել ամեն ինչը եւ ստիպում են այդ բոլորին մաքսի վրա գնա, որ չի աշխատում։ Որը պարզ է հիմնականում ինչի են անում, իրանց խելքին դարձարացում են, որ եթե անդադ բունտ լինի, դա չեն ասում բացեի-բաց։ Բայց որպեսզի չկարողանան կոորդինացնել իրար այդ կոմունիկացիա ունենան եւ այլ, այս բոլորը պարզ է դրա համար, բայց այդ ձևի չեն ներկայացնում։ Ասում են, այս փակում ենք ինտերնետը, որպեսզի պատերազմի ժամանակ թշնամիները terroristական բաներ չանեն։ Պուտինը ասեց էս։ Ուրիշ խոսքով այս ինֆլուենսերի, որ իր ամեն մի ելույթ, ասած վերջինը գոնե 5 միլիոն մարդ էր նայել, դա շատ մեծ բան ունի, չէ՞։ Լսարան ունի, ուրեմն պետք է մի բան ասեն դրա մասին, չէր կարող ոչինչ չասել։ Ու դրա պատասխանը այդ որ Պուտինը պատրաստեցին տվեցին ինքն էլ այսպես ասեց, բարձրավոր իր համար գնացել սարքել էին։ Դա ընդհանրապես ինտերնետի մասին, իր հերթին, բայց ինչ մնում է թե ռազմական իրավիճակի մասին, դա արդեն լրիվ տարբեր խնդիր է։ Եվ դա ասում են փաստորեն այս Սալավիովի եւ այլն շոուի ժամանակ խոսքերը իմանալով որ Պուտինը դրանք նայում է։ Եվ դա հետաքրքիր բան է, ոնց որ ասում են դուք ասեք, բայց մենք ձեզ կպաշտպանենք, չեն բանտանողը ես եմ ասում, չեմ տանի քեզ բանտ ասա հետի։ Ուրիշ ձևի չեն իմանում ոնց հասցնեն Պուտինին, որ վիճակը լավ չի։ Այդքան իզոլացիա կա, այդքան ինքը բան ունի։
իսկ որ ներքին կռիվը գնում այնտեղ արդեն այսպես կոչված սիլավիկների եւ մնացածի միջև է sense ասած այդ արդեն པարզ է դրա մասին իրանք լավ խոսում են շատ էլ արդեն եւ երևում հիմա նույն բանը ինչ որ լինում է ասին Իրանում էլ նույն բանն է այսին IRCG-ին ներկայացնում է այսպես ասած ուժայինները եւ այդ մնացածը պարլամենտի խոսնակը կամ ասենք թե արտգործնախարարը եւ այլն այդ մյուս կողմն են որոնք դեմել չէին ինի բոլորովին էլ այդ միջուկային պրոբլեմից էլ բրծնեին այդ ես ինչ կիմանամ այդ ռազմական բոլոր այդ բաներից էլ բրծնեին եւ ինչ որ նորմալության ստատուսի գային, հա քանի որ իրանք նորմալության խաղաղության դեպքում իրենք կբարգավաճեն իսկ IRCG-ին ինչ կլինի որը իրենց կազմակերպության անունի մեջ կոնե այդքան խելք չեն ունեցել որ ասենք թե բոլոր դիկտատորները ինչ են ասում մի հատ ժողովրդական կամ իրանց երկրի անունն են դնում չէ դեմոկրատիային հետ միասին սրանք իսլամական հեղափոխության պաշտպաններն են իրանք Իրանի պաշտպանները չեն այդ Իրանում այդ բանը սկսել են կամ շատ լավ շահարկել այդ մոմենտը որ դուք չեք էլ բարեհաճել մի հատ ասեք որ դուք Իրանի երկրի համար եք կռվում կամ ինչ անում դուք ինչ որ դեռ կրոնքի համար եք կրոնական ռեժիմի համար այդ կրոնական ռեժիմին եք ուզում պահածնեք դե որ դա մենք ձեզ չենք սիրում ոչ ձեր ռեժիմը ձեր ոչ էլ ձեր ասենք այդ կրոնական հեղափոխությունը շատ པարզ բան է ստեղծվում եւ այդ պայքարը հիմա դրա մեջ է եւ քսիրի ասած են որ ելևս չեմ էլ փորձում բաներ անեմ եթե իմ մոլան չի գալիս ինձ ասի թե ինչ անել ես կորոշեմ ինչ պետք է արվի որ նավը կարանցնի որը չի անցնի դա նորից հետ գնացի Իրանին բայց Ռուսաստանի մեջ մոտավորապես կամած ոնց որ ասեց բանը իրենց այդ Զուգանովը Դումայում կոմունիստների մեծը ասում է վերադառնում ենք 17 թիվ այսինքն 1917 հեղափոխություն երբ որ եղավ եւ սա ասողը կոմունիստ է այդ բանն էլ որոշ ռուսներից չփախավ այդ զավեշտանքլի մասը որ կոմունիստը վախենում է որ կոմունիստական հեղափոխություն կարող է լինել Ռուսաստանում 17 թիվ կբերեք ասում մեր գլխին եւ արդեն այդքան որ վատանը վատալներսին շուտ պետք է պատերազմից դուրս գալ եւ իրավիճակը վերցնել ձերքում որտեղ sense չի կարելի շարունակել սա ասում է պատկերացնում եք չէ ովքեր են խոսում արդեն դրա դեմ Պուտինի հիշում եք իր ասածը երբ որ հանդիպում էր Փաշինյանի հետ իր ոչ այդքան թեթև նամյոկ ասենք ռուսերենով հա որ իբրև թե մեր գազի գինը մենք ոչ թե տալիս ենք լավ գնով ենք տալիս հանգարց շատ խելոք չմնա կարող գինը բարձրացնենք հետաքրքիր դրա զավեշտալի մասն էլ որն է որ դուք այդ գազը ոչ միտեղ չեք կարող ծախեք արդեն Եվրոպային չեք կարողանում ծախեք Հունգարիային չեք կարողանում ծախեք ես ինչ իմանամ Չինաստանը արդեն լցվել է չի ուզում առնի եւ այլն դուք պետք է խնդրեք որ մենք ձեզանից այդ գազը առնենք ոչ թե գինը բարձրացնելու մասին խոսակ լինի բանը պետք է իջացնենք այդ գինը որտեղ հիմա մենք արդեն ալտերնատիվներ ունենք այսինքն տարբերակներ կա կարող ենք ուրիշ տեղից էլ առնենք ինչ որ եւ այլն կամ մեր էներգիայի հարցերը լուծենք տարբեր ձևերով եւ ոչ թե մեզ վախացնենք հիմա իհարկե ժամանակ Փաշինյանը չասեց այդ դիպլոմատիկ ձևով բայց ուրիշ բաներ ասեց մի քիչ այդ ժպիտը դեպքին բայց ամենայն դեպս այդ հանգամանքը որ Հայաստանում վստահ եմ եթե բոլորի համար པարզ չի հատերի համար པարզ է Ռուսաստանը պետք է ուրախ լինի որ Հայաստանը իրենցից բան առնում anyway կամ տեղ ունեն ծախելու որևէ բան ուրիշ ինչ ասեմ ձեզ այս սորվա պատմությունը հիմնականում իհարկե Իրանի զարգացումներն էին, բայց ես կարծում եմ, որ շատ հետաքրքիր լուծում գտել Մոլդովան Նիստրեի հարցում, պարզավոր արդեն կամաց քայլեր է անում ազատագրելու իրան այդ ընդեղ նստած այդ բանակից
եւ այդ մանավանդ մի երկիր որ բանակ չունի իրականում էլի այսինքն իրանց ամենածանր զենքերը ինչ որ բաներ են դա մի քանի հատ ամերիկյան համվի ունի վրան գնդացիրով տնդան բան չկա էլի գնդացիրով այսինքն ասենց ինչ է դրանով անելու այդ մակարդակի բաներ են ինչ որ թղթի վրա տեսական ինչ որ մի 50,000 բան ունի պահեստի մարդկային որ շեն գնան 30-40 տարեկաններին հավաքեն կանչեն հետ բանի տրեյնանեն երևի դենք չկա որքան բաժան նրանց բայց թղթի վրա տենց բան ունեն թիվը ինչ որ շատ փոքր է խոսքը գնում է մի դիվիզիայի չափ ամբողջ բանը որ իրար գումարես այդքան չկա այդ վիճակում է իրանց վիճակը բայց էլի տես քայլ են անում եւ կամաց ասում են շարժվեք դեր anyway կամաց ամեն ինչը այսօր էսքանը Vivi Talks subscribe put those likes and I'll see you next time soon. Չև հաջորդ հանդիպում